Հանունոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Ես ձեզ մոտ բազմաթիվ որսորդների կուղարկեմ, ձկնորսների կուղարկեմ եւ ձեզ կորսամ հավիտենական կյանքի համար, երկնքի արքայության շտեմարանների մեջ կհավաքվեք։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ինքը որսած առաքյալներին եւ հետո առաքյալներին դարձրեց որսորդ։ Այսօր երկու որսորդների տոն է, ձկնորսների տոն է, Սուրբ Անդրեաս եւ Փիլիպոս առաքյալների տոնն է։ Իրապես ձկնորս էին առաքյալները, բայց սովորական ձուկ էին որսում։ Հետո մարդկանց սկսեցին որսալ հավիտենական կյանքի համար։ Որտեղ է որսը կատարվում, ինչպես են որսում որսորդները, որն է ծովը, օվկիանոսը, որտեղ որս են կատարում ձկնորսները։ Մեր հոգին է ծովը, այնտեղ է, որ որս են կատարում։ Յուրաքանչյուր ծով, օվկիանոս ունի մակերես, ունի խորություն, ունի լայնություն։ Այդպես էլ մեր հոգու մակերեսը միտքն է։ Տեսեք, որքան լայնածավալ է ծովի մակերեսը, այդպես էլ անծայրացիր է մեր միտքը։ Եվ յուրաքանչյուր ձկնորս ցանցը ծովի մակերեսին է գցում։ Բայց հետո գնում է, հասնում է մինչև խորքերը, հատակ։ Ձկները ծովի մակերեսին հիմնականում չեն լինում, խորքն է լինում, այդպես էլ ցանցը պետք է մինչև խորքը հասնի, որպեսզի կարողանա ձուկ որսել։ Այդպես էլ ցանցը, որով առաքյալները որսում են, Աստծո խոսքն էր։ Աստծո խոսքը ցանց էր, որ գցում էին ծովի երեսին մեր մտքի վրա եւ ընկնում էր հասնում էր մեր հոգու խորքը եւ այնտեղ թաքնված մարգարիտներ կան։ Ծովի հատակին է գտնվում մարգարիտը, ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձի, ծովի հատակին նստած մարգարիտի։ Եվ այդպես, եթե մենք ուզում ենք, որ Քրիստոսին գտնենք, պետք է մեր հոգու խորքը հասնենք։ Մեծ է ծավալը ծովի, բայց անհամեմատելի է։ Մեծ է մակերեսը ծովի, բայց անհամեմատելի է ծավալի հետ։ Այդպես էլ անծայրացիր է մարդու միտքը, բայց ավելի խորն է ու ընդգրկուն է մարդու հոգին։ Եվ գանձերը ոչ թե մեր մտքի երեսին են թաքնված, այլ մեր հոգու խորքում են։ Ուրեմն Աստծո խոսքը, որ մեր մեջ մտնում է, մենք պետք է թույլ տանք, որ հասնի մեր հոգու խորքը։ Թաքնված գանձերը այնտեղ են, եւ Աստծո խոսքը կարող է որսալ մեր հոգու գանձերը։ Այնտեղ գտնված հրաշքները, սքանչելիքները Աստծո խոսքով ենք մենք վերհանում։ Ցանց Աստծո խոսքն է, ձկնորսները առաքյալներն են եւ առաքյալների հետևորդները, վարդապետները, եւ այդպես միշտ որս է տեղի ունենում երկրի վրա։ Առաքյալների հետևորդ վարդապետները Աստծո խոսքի ցանցը գցում են մեր հոգու ծովի մեջ եւ այնտեղ գտնում են մարգարիտներ։ Բայց երբեմն մենք խճճվում ենք այդ ցանցի մեջ, թույլ չենք տալիս, որ գանձը գտնի Աստծո խոսքը։ Եվ հատկապես թույլ ենք տալիս օտար ցանցեր մեր մեջ գծվեն։ Աստծո խոսքն էլ է ցանց, համացանցն էլ է ցանց։ Նա էլ է գծվում մարդու վրա։ Եվ այդպես Աստված էլ է որսում մարդկանց։ Ցավոք սրտի չարն էլ է իր գայթակղություններով ու մեղքերով մեր մտքի, այսինքն մեր հոգու մակերեսի վրա գցելով, ցանցերը գցելով, գայթակղությունները,
հոգսերը, մեղքերը գցելով որսում մեզ, խլում է մեզանից մեր հոգու գանձերը։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք, տեսնում ենք օտար ցանց է, համացանց է, հեռացնենք մեզանից, թողնենք Աստծո խոսքի ցանցը մեր հոգու ծովի մեջ ընկնի և այնտեղ որս կատարի։ Շատ են ցանցերը ծովի երեսին, շատ են ձկնորսները, որտև մակերեսը ծովի շատ անծայրածիր է։ Այդպես էլ մեր մտքի երևակայությունը շատ մեծ է, անծայրածիր է մեր մտքի երևակայությունը և յուրաքանչյուր ձկնորս ուզում է որս կատարել մեր հոգու մեջ։ Միայն մտքի վրա չէ այդ աշխատանքը գնում, այլ նաև մեր հոգու խորքն է անցնում և այնտեղ ցավոք սրտի մենք թույլ ենք տալիս, որ օտար ձկնորսներ որս կատարեն։ Ուրեմն եթե մենք ուզում ենք, որ Քրիստոսի ձկնորսները Աստծո խոսքի ցանցով որս կատարեն, պետք է մեր ծովի մակերեսը մաքրենք օտար ցանցերից, որովհետև խճճվում են այդ ցանցերը Աստծո խոսքի ցանցի հետ, խառնում են, թույլ չեն տալիս, որ Աստծո խոսքը մինչև մեր հոգու խորքը հասնի։ Առաջինը միտքն է, հետո հոգին, բայց գանձերը մտքի երեսին չեն, հոգու խորքում են։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք, լսենք առաքյալներին, Փիլիպոսին, Անդրեասին, այսօր նրանց տոնն է, թույլ տանք Աստծո խոսքի ցանցը հասնի մեր հոգու խորքերը, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, ի խորոց սրտի խոսք ընդաստծով, հոգի խորքերում են գանձերը թաքնված, թույլ տանք, որ Աստծո խոսքը ինքը մեր հոգու խորքից վեր հանի աստվածային գանձերը, Քրիստոսին երկնքի արքայության գանձը մեր հոգու ագարակում թաքնված գտնենք, վեր հանենք, վայելենք, նայենք, հիանանք, ճաշակենք, որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սրտերը կլինեն։ Եթե մեր գանձերը երկնքի արքայության մեջ են, ուրեմն մեր սրտերն են այնտեղ։ Եթե մեր գանձերը աղտոտված են այս աշխարհի արժեքների, գայթակղությունների, մեղքերի մեջ են, ուրեմն մեր գանձը աղտ է, կեղտ է, պետք չի մեզ այդ գանձը, դա գանձ չի։ Հեռացնենք մեզանից, որպեսզի Աստծո երկնային արքայության գանձը գտնենք մեր հոգու խորքում։ Ամեն։